Վերադարձանք ու այսքան խոսում ենք արձակուրդներ, այսքան ասում ենք սպասում ենք արձակուրդներին, բայց արձակուրդները ախր տարվա ընթացքում ընդամենը 20 օր, երբեմն 2 շաբաթ, երբեմն 1 շաբաթ, երբեմն այդ նույն արձակուրդներին մարդիկ կան, որոնք միևնույն է շարունակում են աշխատել եւ չեն հասկանում ու չենք նկատում շատ դեպքերում այդ մարդկանց հետ նաեւ մենք միասին մենք նույնպես որ մեր ամենակարևոր թանկ ժամանակն ենք կորցնում այն ժամանակը, որը կարող ենք անցկացնել թե ընկերների հետ, թե ընտանիքի անդամների հետ, թե ամենակարևորը երեխաների հետ։ Դե լավ, ոչինչ, սա էլ անեմ, սա էլ հասցնեմ, երեխայիս համար եմ անում, չգիտեմ, ընտանիքիս համար եմ անում։ Եվ կամաց խանգարվում ենք մենք։ Ուղղակի բառեզբի իմաստով խանգարվում ենք եւ դառնում պատուհաս շրջապատի համար։ Եվ հիմա սիրելի հեռուստադիտողներ ձեր աչքի առաջ երկու խանգարված մարդիկ կանստեն բուժում։ Այո, կդիմեն մասնագետի օգնությանը, որպեսզի մենք էլ դուք էլ կարողանաք գտնել գաղտնիքը, թե ինչպես կարելի է բալանսավորել աշխատանք եւ անձնական կյանք այս հարաբերությունները, որովհետև մեր տաղավարում է հոգեբան, հոգեթերապևտ Թամարա Սիմոնյանը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ ձեր թանկ ժամանակը տրամադրում եք նաեւ նմանատիպ խնդիրներ բարձրաձայնելու եւ քննարկելու համար, ինչ ասել է բալանսավորել աշխատանքը եւ հանգիստը։ Շատ կարևոր հարց է, ես էլ ձեզ եմ շնորհակալ այս թեմայի քննարկման համար։ Իրականում այս բառը մեզ երբեմն տալիս է տարբեր մտքեր, ի վերջո ոնց բալանսավորեմ, որն է բալանսը։ Առաջին հերթին շատ կարևոր է հասկանալ, թե տվյալ անձի համար որն է բալանսը, որովհետև մենք կարող ենք տարբեր կոնցեպտներ լսել բալանսի մասին, բայց ամենակարևորն այն է, թե այդ անձը ոնց է իրեն զգում կյանքի տարբեր դերերում եւ ընդհանրապես ինչ արժեքներ է կիսում, որովհետև շատ ավելի կարևոր է ոչ թե այն, թե մենք ինչ ենք անում, այլ այն, թե ինչ արժեք ունի դա մեզ համար։ Օրինակ, մեկ անձ կարող է աշխատանքում, տանը, այլ հարաբերություններում իրեն շատ լավ զգալ, որովհետև այդ դերերը ինքը ընտրել է եւ գիտակցաբար է ընտրել։ Ամեն օր արթնանում է եւ ասում է այսօր ես Մանեն եմ, ով գնում է հաղորդում վարելու։ Բայց եթե մենք այդ դերերը գիտակցաբար չենք ընտրում եւ դա վերցրել ենք ինչ-որ տեղից կամ ինչ-որ մարդկանցից, հասարակությունից, շատ հաճախ ավելի մոտ ենք գնում դեպի այրում, հուզական այրում, հա։ Դրա համար գիտությունն ինչ է ասում։ Նախ հասկացիր քո արժեքները, հասկացիր որ դերերն են կյանքի այս փուլում քեզ համար կարևոր եւ ինչպիսի դերեր ես ուզում վերցնել, բացի այդ հիմնական դերերը եւս։ Եվ չփորձել ձգտել իդեալականացման, որովհետեւ մենք չենք կարող լինել իդեալական բոլոր դերերում, հիշել, որ մենք կարող ենք օրվա ընթացքում տարբեր դերեր փոխել, բայց միևնույն ժամանակ չմոռանալ, որ մեզ հանգիստել է պետք։ Եվ ամեն անձի համար հանգիստը տարբեր է, որովհետև մեր նյարդային համակարգը, հոգեկանի կառուցվածքը, մեր հանգստի ձևերը տարբեր են ու շատ կարևոր է, որ ամեն մեկս գտնենք մեր հանգիստը։ Օրինակ ինձ համար շատ կարևոր է ամեն առավոտ առնվազն 10-15 րոպե լինել սուրճի սեղանի շուրջ, շունիկի հետ շփվել, հաղորդակցվել, իմ սիրելի մարդկանց հետ հաղորդակցվել, սուրճ խմել, վերջ։ Այդ 15 րոպեն եթե ես ունենամ առավոտյան, ես ամբողջ օրը ունեմ էներգիա, ունեմ ռեսուրսներ իմ մյուս բոլոր դերերի համար։ Դա արարողակարգ է։ Այո։ Ինչպես մնացած շատ մարդիկ ունեն իրենց ամենօրյա ինչ-որ հստակ արարողակարգերը, որոնց միշտ հավատարիմ են մնում։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ մենք իդեալական չեն կարող լինել։ Մի քիչ համաձայն չեմ։ Եկեք մի քիչ կռվենք։ Մենք չէ որ եթե ինչ-որ մի հարցի շուրջ կամ մի աշխատանքի մեջ ունենք ձգտում, մեզ սովորացնում են փոքրուց, չէ որ պետք է արվի ամենալավը։ Ավելի լավ է մոտ չգնալ, եթե կասկածում ես, կամ էլ պետք է լինես ամենալավը։ Այսինքն այդ իդեալական ձգտումը միևնույն է կա։ Մյուս հերթին, որ մենք պետք է բալանսավորենք, ինչպես նաև դուք նշեցիք, աշխատանքը եւ ժամանակ, բայց ախր շատ դեպքերում այդ բալանսավորելը ինչպես հնարավոր է, ինչպես մենք բալանսավորենք, որովհետեւ աշխատանքը վերջացնելուց հետո գալիս են տուն, մարդիկ, հետո ես ու դեռ շարունակում ես աշխատել։ Միևնույն է քո գլխում աշխատանքն է, քո գործողություններում, քո մտքում ամենուրեք աշխատանքն է։ Այդ բալանսը ոնց պահենք եւ իդեալականը վատ է, որ մենք ուզում ենք իդեալականի ձգտենք, թե ոչ։ Եկեք հիշենք երեքով, որ բալանս բառը իրականում հոգեբանությունից չէ եկել։ Բալանս բառը ի սկզբանե ունի հստակ մարքեթինգային քայլ, որովհետև ժամանակին մարդիկ նստել մտածել են, թե ինչ անեն, որ իրենց աշխատողները ավելի շատ աշխատեն եւ չնեղվեն ավելի շատ աշխատելուց։ Եվ մյուս դերերն էլ տանեն։ Օրինակ կանայք երեխա ունենալուց հետո անպայման որոշեն աշխատել,
հա։ Դուք շատ լավ բան նշեցիք, ինչպես բալանսավորել։ Շատ ավելի կարևոր է հասկանալ ինչն է ձեզ համար բալանսը, որովհետև եթե ինձ համար առավոտյան 9-ից մինչև 22:00 աշխատանքը նորմալ է եւ բնական է եւ դրանից հետո այդ օրը այլ դերին չտրամադրելը նորմալ է եւ ես ինձ լավ եմ զգում այդտեղ, որևէ ներքին կոնֆլիկտ չունեմ, ուրեմն սա իմ բալանսն է։ Եվ եթե դուք ձեզ լավ եք զգում աշխատանքից հետո գնալ ուղղակի նստել, ընկերների հետ զրուցել կամ ընտանիքի անդամների հետ շփվել, ուրեմն դա է ձեր բալանսը։ Այստեղ շատ ավելի կարևոր է, որ մենք հավատարիմ լինենք մեր արժեքներին։ Օրինակ, եթե ձեզ համար ընկերների հետ շփումը, ընտանիքի հետ շփումը կարևոր արժեք է, շատ կարևոր է, որ այս արժեքը ինտեգրված լինի ձեր առօրյայում։ Իհարկե, խոսքը չի վերաբերում, որ ամեն օր դա պետք է լինի, բայց առնվազն ձեր շաբաթվա օրերի ընթացքում գոնե 1 կամ մի քանի օր դա պետք է լինի, որ դուք ձեզ ավելի լավ զգաք։ Ինչ վերաբերում է ձգտմանը, մենք կարող ենք ունենալ ձգտում, բայց կարևոր է ունենալ նաև այն գիտակցումը, որ ես կարող եմ անել ինձնից լավագույնը, բայց միշտ կարող է լինել ինձնից ավելի լավ իմացողը, ավելի լավ անողը։ Սա կօգնի, որ մենք ընդունենք մեր սահմանափակումները, հիշենք, որ մենք մարդ ենք, ու եթե օրվա ընթացքում մեր պլանավորածից արել ենք ոչ թե 100, այլ 80, դա կատաստրոֆիկ չէ, արտակարգ չէ, որովհետև շատ հաճախ տեսեք, այս իդեալականության ձգտման հետևից մենք կարող ենք ունենալ տագնապի զգացողություն։ Մենք կարող ենք ունենալ մշտական ֆոնային անհանգստություն, որովհետև կա միտք, որ եթե ես 100% չեմ անում, ուրեմն մի բան ինձ հետ այն չէ։ Ես բավարար լավը չեմ, բավարար հաջողակ չեմ, ու այս մտքերը անձին կարող են խանգարել, որ նա օրվա ընթացքում կարողանա կենտրոնանալ, չէ՞ որ խնդիրը այն չէ, թե դու որտեղ ես։ Խնդիրն այն է, քո մտքերը այդտեղ են, թե դու աշխատավայրում ես, բայց մտքերդ օրինակ երեխաների հետ են։ Դու երեխաների հետ ես, բայց մտքերդ աշխատանքի մեջ են։ Սա շատ կարևոր է եւ երբ որ մենք ունենում ենք ինչ-որ մտքեր, մեզ բերել կոգնիտիվ վերակառուցման դաշտ ու հիշեցնել, որ եթե ես այս պահին աշխատանքի մեջ եմ, ես սա ընտրել եմ, ինձ սա պետք է, եւ եթե ես այսօր չհասցնեմ մեկ այլ ոլորտի ժամանակ տրամադրել, դա ինձ ավելի վատ մարդ չի դարձնում կամ ավելի քիչ հաջողակ, ավելի քիչ հասցնող չի դարձնում։ Սիրված, սիրելի այս դեպքում աշխատանք ընտրելը, մասնագիտություն ընտրելը որքանով է օգնում այս բալանսը ճիշտ կարգավորելուն։ Կարծում եմ շատ օգնում է, բայց միևնույն ժամանակ նաև նման համոզմունք ունեմ, որ այսօր սոցիալական մեդիայի, մասնավորապես պոպուլյար հոգեբանության տված ու փոխանցած մտքերը մեզ մի փոքր խանգարում են այն մասին, որ եթե ունես սիրելի աշխատանք, ուրեմն դու երբեք չես օգնի, կամ եթե սիրելի աշխատանք է, ուրեմն դու միշտ անում ես սիրով։ Սիրելի աշխատանքից եւս օգնում ենք, որովհետեւ դա մնում է միևնույն է աշխատանք։ Սիրելի աշխատանքը եւս կարող է հասցնել մեզ հուզական այրման։ Սիրելի աշխատանքում մենք եւս կարող ենք ինչ-որ պահեր ունենալ կոնֆլիկտ, ճգնաժամ էգզիստենցիալ, թե արդյոք ուզում եմ անել այն, ինչ որ անում եմ։ Բայց եթե մենք սիրում ենք մեր աշխատանքը, ենթադրվում է, որ մենք հիմնականում ունենք ավելի շատ ռեսուրսներ, ավելի շատ էներգիա, բայց միևնույն է հանգիստը շատ կարևոր է։ Ու կարևոր է նաև հասկանալ, թե ինչն է ձեզ հանգստացնում։ Օրինակ, տեսեք, նշեցի արարողակարգը, ինչ որ մեկին կարող է 15 րոպե դադարը հանգստացնում է, իսկ ինչ որ մեկին նյարդային համակարգին ավելի մոտ է, օրինակ 30 րոպե որևէ մեկի հետ չխոսել, ուղղակի պարկել մահճակալին, ոչ մի զանգի չպատասխանել, ոչինչ չանել, զբաղվել ոչ մի բանով, հա։ Դրա համար շատ կարևոր է, որ ամեն մեկս մեր մեջ հասկանանք, իսկ ինչն է ինձ հանգստացնում։ Ոնց կարող ենք դա հասկանալ։ Օրվա ընթացքում փորձել մի քանի բաներ, որոնք որ սիրում ենք, մեզ համար հաճելի են, եթե իհարկե ժամանակ ունենք դրանք փորձելու, ու հասկանալ որն է ավելի շատ ինձ տալիս նոր ռեսուրսներ, նոր էներգիա, օրինակ ինչ որ մի օր դուք կարող եք հոգնած լինել եւ օրվա վերջում հասկանում եք, որ որոշել եք ընկերների հետ հանդիպել, բայց հենց այդ օրը չունեք ռեսուրսներ ու էներգիա, դա ձեզ ավելի վատը չի դարձնում, շատ հաճախ այդ բալանսի կռվի մեջ մենք մոռանում ենք, որ մենք կարող ենք ինչ որ դերում այդ պահին չլինել եւ դա մեզ ինչ որ կերպ վատը կամ լավը չի դարձնում։ Մենք շատ հաճախ նաև խոսում ենք վիրտուալ իրականության մասին, թե որքանով է խանգարող դարձել այդ ֆիլտրված իրականությունը, երբ շատ հաճախ հետևում ենք, օրինակ, բլոգերներ ներկայացնում են, որ իրենք արթնանում են առավոտյան ժամը 6-ին, կատարում են տարատեսակ խնամքներ մարմնի, մարզվում են, հետո գնում են աշխատանքի, երեկոյան խնջույքի, այսպես շատ հագեցած օր է, բայց միևնույն է 22-30-ին նրանք շատ պրոդուկտիվ շարունակում են ժամանակը անցկացնել։ Արդյոք այս իրականություններն էլ, որ բախվում են իրար հետ, խնդիր չի առաջանում այն մարդու մոտ, որը այո ինչ-որ մի բան աշխատավայրում չի հաջողել այդ օրը, չի պլանավորել իր հանգիստը եւ հասկանում է, որ գուցե այո նա վատ է պլանավորում կամ խնդիրն իր մեջ է այս դեպքում, ինչպես հաղթահարել սա։ Այստեղ շատ կարևոր մի կետ կա, որին ուզում եմ ուշադիր լինենք, դա այն է, որ անգամ եթե այս իրականությունը ֆիլտրված չէ,
եկեք ընդունենք, որ այո, կան մարդիկ, ովքեր ունեն բավականաչափ մեծ ներքին ռեսուրսներ, էներգիա եւ իրենք կարողանում են իրոք տարբեր դերերում շատ ավելի արագ միանալ ու անջատվել, այսպես ասած։ Շատ ավելի հեշտ են կարողանում ծնողի դերից անցնել օրինակ առաջնորդի դերի, հետո գնալ ընկերոջ դեր մտնել եւ դա իրենց մոտ հեշտ է ստացվում։ Չբացառենք, որ սա հնարավոր է եւ սա դժվար առերեսում է, որ կան մարդիկ, որոնք ունեն ավելի շատ ռեսուրսներ, էներգիա, ուղղակի այստեղ կարևոր է հասկանալ, որ ամեն բան չէ մեզնից կախված, մենք ծնվում ենք ամեն դեպքում որոշակի նյարդային համակարգի առանձնահատկություններով, հոգեկանի մեխանիզմներով, որոնք ոչ միշտ է հնարավոր կառավարել, հա, ու սա ուղղակի դժվար առերեսում է, որը պետք է գիտակցենք, որ կան մարդիկ, որոնք այո կարող են մեզնից ավելի շատ հասցնել, բայց չեն կարող նաեւ մոռանալ այն հանգամանքը, որ այո մենք շատերս եթե ոչ բոլորը, ապա շատերս ներկայացնում ենք այն, ինչ որ ճիշտ ենք գտնում։ Եվ շատ հաճախ բացասական կողմը ուղղակի դուրս է մնում սոցիալական մեդիայի հարթակներից, ինչու որովհետև բացասականը շատ մարդիկ պահում են իրենց, դա ինչ որ անձնական տիրույթ է, չեն ուզում ցույց տալ եւ չենք բացառում նաև, որ որոշ մարդիկ ունեն ձգտում մշտապես լավը ցույց տալու, իդեալական ցույց տալու եւ իրենք կարող են մշտապես ցույց տալ, որ ամեն բան լավ է։ Ինչ անել, որ այս ներքին կոնֆլիկտի մեջ չմտնել, ուղղակի հիշել, որ նա այլ մարդ է, որ մենք չենք տիրապետում մեդալի մյուս կողմին, որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում նրա կյանքում տեսախցիկներից դուրս եւ ուղղակի ֆիքսել, թե ինչն է մեզ դուր գալիս նրա կյանքի մեջ ու փորձել ինտեգրել։ Օրինակ, եթե ինձ դուր է գալիս, որ նա առավոտյան խնամք է անում, փորձեմ հասկանամ ինչպես կարող եմ ես դա իմ կյանք։ Այս համատությունը չի լինի վնասակար, որովհետև կլինի մեզ օգնող, մենք կվերցնենք նրա սովորությունը եւ կփորձենք ինտեգրել մեր կյանքին։ Ինչքան ժամանակ մեկ պետք է մարդ հանգստանա։ Տարվա կտրվածքով։ Մենք սովորաբար հանգստանում ենք ընդամենը ամռանը, բոլորը սպասում ենք արձակուրդներին, բայց արդյոք դա ճիշտ է։ Ես կարծում եմ, որ հանգիստը չպետք է լինի տարվա մեջ 20 օր։ Իմ խորին համոզմամբ մեզ անհրաժեշտ են փոքրիկ դադարներ, յուրաքանչյուր օրվա ընթացքում նկատի չունեմ մեծ դադարները, հա, օրինակ առնվազն 30 րոպե ամեն անձի անհրաժեշտ է օրվա ընթացքում, որ ինքը այդ դերերից, այսպես ասած, անջատի ուղեղը եւ փորձի մի քանի րոպե ոչինչ չանել կամ անել իր սիրելի զբաղմունքը։ Որպես ինքնախնամքի լավ ձև է համարվում նաեւ ոչ աշխատանքային օրերին մեր սիրելի զբաղմունքներով ինչ որ մի բան անելը, հա, օրինակ եթե շաբաթ օրն է ձեզ համար ազատ օր, անել այն ինչ որ դուք սիրում եք, անել մի բան, որտեղ դուք պատասխանատվություններ մեծ չեք կրում եւ դա կարող է ձեզ հանգստացնել։ Օրինակ ինչ որ մեկը կարող է գնալ քաղաքից դուրս, բնության գրկում լինել, ընդհանրապես մենք մասնագետներով հաճախ նշում ենք, որ շատ ռեսուրսներ տվող կարող է լինել բնության մոտ լինելը, ոչինչ չանելու սովորությունը զարգացնելը, ուղղակի ոչինչ չանել, դրա մեջ չի մտնում նաև կանանց սիրելի լվացք անել, արթուկ անել եւ անվանել, դա ոչինչ չանել։ Դա ոչինչ չէ, դա գործ է։ Հեռուստացույցը միացնում են որևէ ֆիլմ են դիտում, զուգահեռ արթուկ են անում եւ ասում են դե մենք ոչինչ չէինք անում։ Սովորաբար դուք ասում եք, որ տղամարդիկ են գալի ասում դուք ոչինչ չեք անում։ Եվ նույնը իհարկե Հիմա կարող է ասում են, որ իրանք ոչինչ չեն անում։ Տես, ինչ Նույնը բացահայտումներ։ Դուք եք ասում, որ դա ոչինչ է նշանակում։ Այստեղ որպեսի տարբերություն չդնենք, նույնը կարող է լինել տղամարդկանց դեպքում ինչ որ տնային գործ անել եւ ասել թե ես ոչ մի բան չեմ արել, միշտ սա գործ է, հա։ Երբ որ ես ասում եմ ոչինչ չանել, բացառապես ոչինչ չանել, սա դժվար է, որովհետեւ մանկությունից մեզ սովորեցնում են մշտապես զբաղված լինել, ու մենք գրեթե բոլորս ավելի շատ միտված ենք անընդհատ ինչ որ բաներ անել, ոչինչ չանել, 30 րոպե։ Չգիտես ինչի ես մի քիչ այլ կարծիք եմ, բայց որովհետեւ մենք վերջին շրջանում իրոք մարդկությունը ոչինչ չի անում։ Բոլորը նստած այս են։ Չէ, դա էլ չէ։ Երբ որ ասում ոչինչ չանել, հեռախոսի մեջ ևս չի լինել։ Հեռախոս առավել եւս։ Իրականում Թամարա, սա շատ ակտուալ թեմա է, որ մենք շատ երկար կարող ենք խոսել, բայց ավաղ մենք նույնիսկ մեր տեսահոլովակը չդիտեցինք, գերադասեցինք ձեզ այդ զրուցելը, ու հիմա միասին պետք է մեր հեռուստատողներին հաջողություն մաղթենք։ Շնորհակալություն, որ մեզ այդ օրը սկսեցիք։ Հուսով եմ նորից կհանդիպենք այս թեման շատ երկար է ու կարող ենք անդադար խոսել։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ ձեզ ասում ենք շնորհակալություն Սիլերս, որ դու կարող ես ժամի 9-ից մինչև հիմա մեզ հետ եք։ Հաջողություն։